Պարոն Կարապետյան, երեք դուք խնդրահարույց համարեցիք պարոն Ղազարյանի բառամթերքը, հետո ասացիք կքննարկենք, որոշում կկայացնենք եւ կհայտենք, եւ այսօր կարծեք թե ճիշտ ենք հասկանում, որ փոխել եք ձեր դիրքորոշումը եւ այլևս պարոն Ղազարյանի ասածը խնդրահարույց չեք համարում, տեղի ունեցավ այդ քննարկումը թե ոչ։ Խմբակցության նիստի կնի որպես մեր հայրենակիցները իմանա Ղազարյանը անցավ նոր մի հատ բան ասեց ներողություն եմ խնդրում մեր խմբակցության նիստի ժամանակ մենք քննարկել ենք եւ նաեւ եղել է որոշում խմբակցության ներսում որոշում որը բաժանված է երկու մասի խմբակցության մեջ որոշման եւ նաեւ այն պատասխանը որ մենք պետք է տանք եւ այդ պատասխանը տրվել է շնորհակալ եմ այսինքն ներողություն չի խնդրելու Այսպես մտածել եք, որ ավելի քպականների թիրախում է հայտնվում Էդգար Ղազարյանը այդ վերջնամասում նստելուց տարել եք ավելի հետ, ինչով է պայմանավորվում։ Դա քարտուղարին հարցրեք իր որոշումներն Կարապետյան, բայց ձեր առավոտյան ճեպազույցի ժամանակ նշեցիք, որ հետաքրքիր է այսօր լինելու եւ ձեր ելույթի վերաբերյալ հետաքրքրությունը այդտեղ որն էր։ Ասեմ Սիրելի հայրենակիցներ, ելույթը թվերը շատ կարևոր թվեր էին։ Ուրեմն Հայաստանի տնտեսական ամբողջ աճը այսօր մենք ելույթով ցույց տվեցինք, որ երկու բանից է կախված։ Պետական պարտքից, որը 2.5 տրիլիոն է եղել, եւ մարդկանց վարկերից, որը էլի 2.5 տրիլիոնի կարգի է եղել։ Այսինքն 5 տրիլիոն աճ ունեցել մեր երկիրը Փաշինյանի կառավարության շրջանում, որից 2.5-ը պետական պարտքն է, 2.5-ը ժողովրդի վարկերն են նոր, աճը վարկերի։ Սա ամենակարևոր բանն է։ Իհարկե, մարդկանց հետաքրքրությունների առումով հնարավոր է երբեմն այդ էքստրեմը ավելի գրավի, բայց դուք մի բան նկատեք, տնտեսությունը առանց վարկերի գրեթե չի աճել 8 տարում։ Իսկ դա գիտեք ինչ է նշանակում։ Վարկերը մի հատ հատկություն ունեն, որ իրենց պետք է հետո փակես։ Մենք գտնվում ենք տնտեսության, պղինձը թանկ է, Հայաստանից պղինձ ենք արտանում, Ռուսաստանից ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում գումարներ է գալիս։ Դեռ լավ վիճակ է, քանի որ երկու լավ բան է տեղի ունեցել, կարելի է ասել, ու վատ հումանիտար առումով, տնտեսական առումով ռուս-ուկրաինական պատերազմի հարցը, տնտեսական էֆեկտը դրական է, հումանիտար առումով կատաստրոֆիկ, եւ երկրորդը պղնձի գինը պատմական ռեկորդներ է խփում։ Բայց մեր երկիրը շարունակում է պարտք վերցնել ու գրեթե ամբողջ աճը էս ինչ տեսնում ենք ժողովուրդ, ինչ տեսնում ենք։ Վարկա, կեսը ժողովրդի, կեսը պետության, չկա տակը գյուղատնտեսությունը անկում է ապրում։ Դուք դեռ շարունակում եք պարոն Ղազարյանի հայտարարությունը խնդրահարույց համարել թե ոչ։ Մենք ներկայացրեցինք մեր մոտեցումը, կարծում եմ մեր մոտեցումով ամեն ինչ ասված է։ Կարողություններ երեխեք։ Պարոն Կարապետյան, Մնա այդպիսի բառեր կիրառելուց, պարոն Ղազարյան։ Բառացի չեք ասում, Թե ոչ պարոն Ղազարյան։ Մենք արդեն տեսանք, այն ինչ տեսանք, շնորհակալ եմ։ Մակրովեց խմում եք ազգային ժողովի նիստերին գալուց առաջ։ Ես չէ, բայց գործընկերներ ունեմ, որ այո։ Ո՞նց է ձեր նյարդերը դիմանում, երբ որ ձեր առջև կանգնած, ձեր թիմակցին ընդհանուր առհասարակ շատ վիրավորական եւ կոշտ բառապաշարով խոսում են, մատ թափ տալով, չգիտեմ, ասում են ազգային ժողովից դուրս կշպրտենք, էվակուացնենք, սադրիչ, էլ ինչ ասես ասում են։ Ես հասկանում եմ, որ հիշում եմ, թե ում համար եմ այստեղ։ Հիշում եմ, որ իմ ժողովրդի, այսինքն մեր հասարակության այս ամբողջ ընթացքում անցած տարվա ինչքան գյուղեր ենք եղել, ինչքան մարդկանց հետ ենք շփվել, ինչ պատասխանատվություն ունեմ ես այդ մարդկանց առաջ 100,000-ների ու հիշում եմ, որ այս պահը
ոչ աշխատանքից խոսալու պահա, այդ մարդկանց օգուտ չի իմ ժամանակը, որ իրանք ինձ գործուղել են այստեղ, ու հասկանում եմ, որ առաջներտությունը մարդկանց կյանքի վրա ազդեցությունն է, գեր առաջներտությունը փոփոխության արդյունքում, որովհետև բազմաթիվ են խնդիրները։ Իսկ ընդհանուր առաջներտությունը հասկանաց, ձեր արհամարանքը, լռությունը սխալ չեն հասկանամ։ մեր հասարակությունը կարա վստահ լինի, եթե անձնական ոչ մեր հասարակության կողմից գործուղված այստեղ մարդ լինեինք մենք, այդ վստահությունը չստացած լինեինք, անձնական խնդիրները լուծելը չեմ կարծում, որ մարդ կկասկածի, որ շատ հեշտ կարող եմ խնդիրների տեղային լուծումներ տալ, դրական։ Բայց կարծում եմ, որ առաջնայինա մեր մարդկանց կյանքի բարելավումը, հիշենք ինչի համար ենք մենք ստեղ եկել ու լուրջ վերաբերվենք մեր աշխատանքին, լուրջ վերաբերվենք ինչի համար ենք ստեղ։ Գիտեմ թվերը ձեզ հետաքրքիր չի, բայց թվերը շատ վախենալու են։ Պարոն Ղազարյանի հետ կապված դուք որևէ մոտեցում կամ մի դիրքորոշումները, հայտարարությունները փոխելու կամ իրեն ինչ որ հորդոր եղել է։ Արդեն նշեցի, կարծում եմ արդեն ինքը կներկայացնի, ինքը խնդրել է, որ այդ հարցով ինքը միայն ներկայացնի։ Պարոն Կարապետյան, երկու օր Ունեն հանձնաժողովների ձեր առաջարկած տեխնացուներին դուք ունեք պլան B, պլան G, ինչ գործողություններ կան։ Կորոշենք։ Կարապետյան, երկու օր առաջ դուք երբ խոսեցիք ադրբեջանցիների մեղրի սահման այցելության վերաբերյալ էլեկտրասյուների տեղադրման հնարավորության մասին, երեք Փաշինյանը դրան անդրադարձավ եւ նշեց, որ սենսացիա եք դարձրել, բայց դրա վերաբերյալ օրինակ հայկական կողմը հաղորդագրություն է տարածել եւ ընդհանրապես դա նորմալ է։ Երկու երկրների համար նաև նշեց Հայաստանի մասով, որ արևային կայաններ կան։ Առաջնային մենք ինֆորմացիան ստացանք ժողովրդից, ժողովուրդը ուժեղ Հայաստան կուսակցության Տարվա սեպտեմբերին է եղել։ ոնց որ այցելությունների պահեր կարող եք ճշտել ամեն եղել ձեր տեղեկություններով այս տարի եղել է։ ամիս առաջ ժողովուրդը զանգում էր ուժեղ Հայաստան կուսակցությանը եւ մտահոգություններ էր հայտնում, որ ադրբեջանցիներ աշխատանքների ինչ որ ուսումնասիրություն են կատարում մեր հայրենիքի այդ հատվածում։ Վերջին հարցը թիմերի վերաբերյալ, քանի որ դուք նշել եք, որ առաջադրելու եք տեխնացուներ, դուք արդեն որոշում ունեք, որ համայնքում Գյումրիում, Արթիկում, Աբովյանում դուք արդեն որոշել եք տեխնացուներ։ Մի քանի համայնքում ունենք, մի քանի համայնքում դեռ որոշումների փուլումը կներկայացնենք ընթացքում, որպեսզի վերջնական հենց ներկայացնելու ժամանակ բոլորին կներկայացնենք։